Մինչդեռ դուք լսում էիք գլխավոր նորությունները, մեզ միացավ հյուր, այո, մենք շատ ուրախ ենք, որ ստուդիան այսպես համալրվեց մի հոյակապ մասնագետով, կլինիկական հոգեբան Տաթևիկ Վաթյանն է, մեր հյուրը, բարև ձեզ, Տաթևիկ, շատ հաճելի է, որ եկաք, նախ ուզում ենք ձեզ էֆեկտիվ, արդյունավետ, հետաքրքիր, հագեցած տարի ցանկանալ, եւ նաեւ ձեր պրոֆեսիոնալ գործում մեծ հաջողություններ, ես չգիտեմ ինչն է հաջողություն կլինիկական հոգեբանի համար, հավանաբար, որպեսզի ավելի քիչ մարդիկ ձեր աշխատանքի կարիք ունենան, չէ՞, ընդհանրապես նոնսենս է թվում, բայց սա այն մասնագիտություններից է եւ այո, մենք ցանկանում ենք, որպեսզի հնարավորինս քիչ մարդիկ դիմեն ձեր պրոֆեսիոնալ օգնությանը, բայց այնուամենայնիվ հասկանում ենք, որ ներկայիս կյանքը, տեմպը, ռիթմը, սոցիալական ցանցերը ու էլի շատ բաներ թվային աշխարհից, այսպես թե այնպես մարդկանց մոտ առաջացնում են երևույթներ, որոնք որ միջամտության կարիք ունեն։ Ափսոս, բայց դա փաստ է։ Որքան գիտեմ, մասնագիտացած եք հատկապես երեխաների հետ աշխատանքում։ Ես ճիշտ եմ։ Աշխատում եմ երեխաների, դեռահասների, նաև մեծահասակների հետ։ Բայց այնուամենայնիվ եկեք մենք այսօրվա զրույցում հիմնական մասը, հա, տրամադրենք հենց երեխաների հետ աշխատանքին։ Եթե դեմ չեք, լավ։ Բայց կարծում եմ առանց ծնողների միջամտության չենք կարող կենտրոնանալ միայն երեխաների վրա։ Որքանով է ծնողների մեղքը մեծ երեխաների հոգեբանական խնդիրներում, այսպիսի հարցով սկսենք։ Գիտեք, մեղքը ասածը մի քիչ եկեք մեղմացնենք, այո, ահա, չակերտներում դնենք, որովհետև յուրաքանչյուր ծնող իր երեխայի համար անում է այնքան, ինչքան որ ինքը կարողանում է, եւ այն փորձը, ինչ որ ինքը ունեցել է իրեն ծնողներից։ Հետևաբար յուրաքանչյուր ծնող փորձում է իրեն երեխային տալ առավել ամեն ինչ որ ինքը կարողանում է։ Այստեղ ինչպես է ստացվում այ հարցը այստեղ է։ Եկեք մեղքի զգացողությունը ծնողների վրա մի քիչ ծանր է։ Ես հասկանում եմ, որ երեխայի ծնունդից հետո հիմնական ուշադրությունը նրանց վրա է։ Պարզ է, դա պատասխանատվություն է, որին ծնողը պետք է բարեխիղճ ծնողը պիտի պատրաստ լինի։ Այսինքն, երբ որ օրինակ գնում եք քեֆի, ինչ որ միտեղ երեխային թողնում եք, ասենք, չգիտեմ, տատիկ պապիկի, խնամողի կամ չգիտեմ, դայակի կամ մեկ ուրիշ անձնավորության հետ, եւ երեխան այդ ընթացքում սկսում է կամաց հակվել կամ էլ կախվածություն ձևավորել գադջետներից, սոցիալական ցանցերից, YouTube-ից, Roblox-ից ու էլ ինչ-որ բաներից, այստեղ մի քիչ այդ մեղքի զգացողություն այնուամենայնիվ պիտի յուրաքանչյուրը զգա։ Մեծահասակ։ Չէ, համաձայն եք, այսինքն մենք հաճախ ծնողները հաճախ հրաժարվում են իրենց առօրյա հաճույքներից կամ կյանքից, որպեսզի այդ ժամանակը տրամադրեն երեխաներին, եւ կան ծնողներ, որոնք դրան մի տեսակ թեթև են նայում։ Դե հիմա երեխա է, էլի մենք ոնց ենք մեծացել, նրանք էլ իրենց այդպես ինքնաբերաբար կամաց իրենց ձևերով կմեծանան, չէ՞, բայց տեսեք, որ դա չի աշխատում։ Գիտեք, շատ կարևոր է, որպեսզի ծնողները իմանան երեխաների աճի եւ զարգացման առանձնահատկությունները տարիքային։ Որովհետև երեխան, երբ որ ծնվում է եւ մինչեւ 6 ամիս, մինչեւ 1 տարի, դա մենք հիմա փուլերով կանցնենք, հա, եւ նաեւ ձեր հարցի պատասխանը երևի այստեղ կհնչի, երեխայի մոտ մինչեւ 1 տարեկան հասակը դա էմոցիոնալ, հայ մայրիկի հետ կապի էմոցիոնալ փուլն է, որի ընթացքում երեխան իրեն զգում է ապահով, անվտանգ եւ այո մայրիկի ներկայությունը երկարատև բաժանումը, հա, մայրիկի չլինելը, իրեն առաջացնում է անապահովություն, աշխարհը դառնում է վտանգավոր, այստեղ մայրիկները երբ որ հեռվանում են երեխաներից եւ այնպիսի ժամանակով, որ երեխան չի կարողանում տանել, երեխայի մոտ ինչ է առաջանում, վախ, մայրիկին կորցնելու, ապահով, որտեղ աշխարհը երեխան ընդունում է մայրիկի դեմքով։ Եվ շատ կարևոր է նաև այն, որ մայրիկը երեխային ինչպես է մոտենում, ինչ դեմքով, եթե մայրը ուրախ է, եթե մայրը հանգիստ է, աշխարհը հանգիստ է եւ ուրախ, եթե մայրը տագնապած է, մայրիկը չկա,
Հա, մայրիկի փոխարեն, հա, կարող է լինել հոգատար տատիկ, հոգատար դայակ, բայց այնուամենայնիվ մայրիկն է այստեղ որոշիչը, հա։ Հետագայում, տեսեք, 1-ից 3 տարեկան հասակը երեխաների բուռն տարիք է խոսքի զարգացման, շարժունակության եւ այլն, եւ այստեղ էլ կարեւոր է մայրիկի դերակատարությունը, որպեսզի մայրիկը եւ երեխայի շուրջը գտնվող մեծահասակները կարողանան երեխայի հետ զրուցել, խոսել, էմոցիոնալ ջերմություն տան, թույլ տան երեխայի շարժը տեղի ունենա, առհասարակ շատ կարևոր փուլ է չոչանելը երեխայի համար, դրանից հետո երբ որ երեխան սկսում է քայլել, այդ ապահով միջավայրը պիտի լինի, որպեսզի նա քայլի, որպեսզի նա շարժվի, այսինքն տեսեք մինչև 2-3 տարեկանը այդ շարժի ակտիվությունն է ու պետքա դա ապահովել եւ մայրիկը լինի ուշադիր, որ այդ գadgetի փոխարեն, որ երեխային նստացնում են եւ տալիս են գadgetը, որ երեխան հանգիստ լինի, հանգիստ նստի, նո, այսպես մեծերի պատկերացմամբ մեծերը կարողանան իրենց գործով զբաղվել, իրենց ձեր ասած քեֆերին մասնակցել, այո, եւ երեխան հանգիստ նստի, բայց սա երեխայի համար շատ վտանգավոր է։ Երեխան պիտի շարժվի, երեխան պիտի խաղա, երեխան պիտի ունենա ճանաչի, այո, քանի որ շարժի մեջ է նա կարողանալու ընկալել իր սոցիումը, իր 4 կողմը կատարվելիքը։ Այսինքն նա պիտի շարժվի, գնա ուսումնասիրի, տեսնի, բացի, խաղա, դրի, իսկ եթե բերանը փորձի, հասկանա որ դա ավելի վաղ, այո, դա ավելի վաղ փուլում, մինչև 1 տարեկան հասակը, բայց այնուամենայնիվ, այո, դա պիտի տեղի ունենա։ Պիտի թույլ տան երեխային չոչ անել։ Երեխան որ սկսում է չոչ անել, գնալ հեռվանալ, այսինքն մայրիկի, տեսեք, հեռվանում է, հա, դա պիտի թույլ տան, որ ինքը ճանաչի։ Երեխան պիտի գնա առաջ, բայց շուռ գա, տեսնի, որ մայրիկ իրեն կողքին է, ծնող իրեն կողքին է, ապահով է, հետ դառնա, նորից գնա իրեն խաղին, այսա պիտի թույլ տալ։ Իսկ այն, որ այո, դուք ճիշտ նկատեցիք գadgetների այս դարում, ցավոք սրտի մենք ունենում ենք բազմաթիվ խնդիրներ եւ երեխաները այդ գadgetները ձեռքին չեն ունենում, այո, այն ճանաչումը աշխարհին որ պիտի լինի, այո, եւ այստեղ առաջանում են զարգացման հապաղումներ։ Մենք այդ թեման կվերադառնանք, խնդրում եմ։ Ծանոթների գadgetների թեմայով հիշեցի, ծանոթներիցս մեկը պատմեց, որ թորնիկի հետ մոտեցել է պատուհանի եւ տեսարանը դիտելու համար թորնիկը ձեռքը մեկնել է ապակուն եւ 2 մատով փորձել է խոշորացնել պատկերը։ Այդ աստիճան երեխաները սովորեն գadgetների։ Մի հարց ավելի երևի թե գլոբալ, ավելի քան 35 տարի այս ոլորտում եք։ Ճիշտ է։ Երեխաների հետ աշխատում եմ 35 տարի եւ երեխաների եւ նրանց ծնողների հետ տարբեր ոլորտներում եւ բնագավառներում։ Դա բավականին մեծ ժամանակահատված է, որպեսզի կարողանաք հավանաբար համեմատություն անցկացնել այն սկզբնական փուլում հայկական ընտանիքի խնդիրների, երեխաների, ծնողների եւ այսօրվա արդյոք փոխվել են խնդիրները, թե նույնն են մնացել։ Իհարկե փոխվել են։ Որոնք են ամենամեծ փոփոխությունները, որ նկատելի են այս բավականին մեծ հատվածում 35 տարվա։ Գիտեք, երեխաների հիմնական գործունեությունը որն է, խաղը։ Նախադպրոցական տարիքի, հա, հիմնականում եթե խոսենք այդ տարիքի մասին, խաղն է հիմնական գործունեությունը։ Նախկինում երեխաները, նաև կրտսեր դպրոցական հասակը երեխաները շատ խաղում էին իրար հետ, խաղում էին բակում։ Շատ շփվում էին ծնողների հետ շփում, ծնողների հետ շատ էր շփումը, ծնողները շատ զրուցում էին իրենց երեխաների հետ, տարբեր խնդիրների վերաբերյալ։ Հիմա դա պակասել է։ Ծնող երեխա շփումն է նվազել։ Ծնողը իրեն հերթին է հեռախոսի մեջ, այդ պարագայում թույլ չի տալիս նաև երեխային ասում է հեռախոսի մեջ քիչ հա սոցցանցերի մեջ եղի գնա դասերը տարա, բայց ծնողը ինքն է, այո, հենց այդպես ժամանակ անցկացնում հեռախոսում, գadgetներում եւ այլն, եւ այստեղ դիսոնանս է առաջանում, մի բան ծնողը թույլ չի տալիս երեխային, ինչ որ ինքն է անում, հա, նախկինում դա չի եղել, նախկինում երեխաները խաղացել են, ավելի ակտիվ է եղել շփումը։ Ավելի պարզ էր կենցաղը, համաձայնվեք, հիմա շատ է։ Ավելի պարզ էր, հիմա երեխաները աչքերը բացում են, տեսնում են այդ գadgetները, ձգտում են դեպի դա, այս գadgetներում ինչ է տեղի ունենում։ Վառ գույներ, վառ արագ փոփոխվող գործողություններ,
վառ գույներ, բայց երբ որ աշխարհին նայում ես այդ վառ, հա, շատ վառ գույները չի տեսնում երեխան այստեղ։ Դե դրա համար հետո ձգտում է դեպի գadget-ը, որ այդ վառ եւ արագ փոփոխվող գործողությունները տեսնի։ Դուք այդպես աղջիկներով զրուցում եք մայրիկի կարևորության մասին, բայց ինչ դեր ունի տղան, հայրիկը, եկեք հասկանանք, որտեղ դուք նշեցիք, որ երեխան աշխարհ ընկալում մայրիկի հետ կողքին է տեսնում, ապահով է զգում իրեն եւ այլն, լավ, ո՞րն է հայրիկի դերը։ Շատ կարևոր դեր ունի հայրիկը ընտանիքում առհասարակ, նաև երեխաների դաստիարակության հարցում։ Եթե մենք ասում ենք մայրիկը դա էմոցիան է, դա ջերմությունն է, հա, դա ինչ որ քնքշություն է, փափկություն է, ապա հայրիկը տան կարգ ու կանոնն է։ Կարգ ու կանոնն է եւ հայրիկի արկայությունը շատ կարևոր է։ Եվ եթե հայրիկը իրեն տեղում է, այդ ընտանիքում կա կարգ, կա կանոն, հա, կան օրենքներ եւ այդ օրենքները ավանդույթներ իհարկե եւ դրա պահպանողը հայրն է, դրա առանցքում կանգնած է հայրը եւ իհարկե հոր դեր աղջիկների դաստիարակության մեջ շատ մեծ դեր ունի այն սերն ու քնքշությունը, ինչի՞ չէ որ աղջիկները ստանում են հայրիկներից, դա հետագայում իրենց կյանքում, իրենց ընտրության վրա է անդրադառնում, մայրական ջերմությունը, որը մայրը տալիս է իրեն տղաներին, դա հետագայում էլի անդրադառնում է տղաների ընտրության հարցում, կարճ ասած շատ կարևոր, երկու ծնողի կարևորությունն էլ շատ մեծ է եւ առանց մեկի մի տեսակ ընտանիքը թերի է։ Նաեւ ասեմ մի բան, որ կան ընտանիքներ, որտեղ տեսեք հայրիկները շատ զբաղված են, հակա հայրիկները կան, մեծ դերակատարություն ունեն, աշխատում են, բայց ամբողջ օրը զբաղված են։ Եվ քնած է գալիս քնած է եւ ամբողջ հոգսը մայրիկի վրա է, բացի դրանից տան կարգ ու կանոններ է մայրը դնում, այն կարելի չի կարելիներն միայն այդ ամեն ինչը մոր դեմքով է։ Այստեղ միևնույն է, պապան կա, պապան աշխատում է, պապան հոգում է կարիքները, բայց ֆիզիկապես պապայի ներկայությունը, այդ կարգ ու կանոնը, որ լինի պապան լինի դնողը, ոչ թե մաման, դա շատ կարևոր է։ Տատևիկ, իսկ դպրոցներում հիմա ճիշտ ասած ուսուցիչները առհասարակ նույնիսկ երբ որ կոպիտ խոսք են ասում կամ բարկանում են ցածր առաջադիմության, հա, պայմաններում երեխաները անմիջապես բողոքում են, ծնողները գալկարիվ են, բերում դպրոց, չգիտեմ, պահանջում են, որ աշխատանքից հեռացնեն, այսինքն իմ դպրոցական տարիներին մենք մի քիչ նույնիսկ քաշվում էինք, վախենում էինք ուսուցիչներից, եւ դա դիսցիպլինա էր, այսինքն ներքին դիսցիպլինա էր ձևավորում, որը կարևոր է մենք հիմա, այսինքն հիմա ենք հասկանում, դա ինչքան կարևոր էր, հիմիկվա դպրոցը հիմա Ինչպես? Որ ասում էին տնօրենն է գալիս, կար աղանդոյի տեսիքը ուսուցչուհին մտնում էր դասարան ոտքի էին կանգնում, հարգանք կար եւ այլն, հիմա մի տեսակ դա շատ լղոզվել է, այլ առաջվանը չէ, ձեր աշխատանքի ընթացքում ինչքանով եք հաճախ առնչվում այդ փոփոխության հետ, այսինքն կրթական համակարգի այդ փոփոխությունների խնդիրների դրանից առաջացած խնդիրների հետ հասկանում եք ինչի հասկանալի է։ Այո։ Գիտեք, դպրոցը երեխայի համար պիտի լինի հետաքրքիր։ Կրթությունը եւ սովորելը երեխայի համար պիտի լինի հետաքրքիր։ Հա, բայց այդպես էլ դպրոցը դառնում է խմբակ, որտեղ երեխաները հավաքվում են, ուրախ խաղում են, ծրվում են տներով։ Գիտեք, չէ, այստեղ հետաքրքրությունը եւ առարկայի հանդեպ այն պարտադիր ինչ որ պիտի լինի, սա պետք չի անել, գիտեք, այն ցավեցնող եւ ցավալի։ Շատ հաճախ տեսեք ուսուցիչները, այո, տեղյակ եմ այդ խնդիրներից առավել քան 35 տարի եւ ինչ են անում ուսուցիչները, փոխանակ հետաքրքիր դարձնեն, ես չեմ վախենում այդ մասին խոսել, որովհետեւ փոխանակ հետաքրքիր դարձնեն իրենց հենց բուն դասը, նրանք սկսում են նկատողություններից։ Դուք պատկերացրեք, որ գտնվում եք մի միջավայրում, որտեղ ձեզ անընդհատ նկատողություն են անում։ Հաջորդ ձեր անելիքը ավելի եք վատը զգալու, ավելի եք ուշադիր չեք լինելու, հա, եւ այլ գործողություններ եք անելու դասից դուրս։ Բայց եթե երեխան անկարգ է, դե դրա հետ կապված կան բազմաթիվ գործիքներ,
եւ դա ունեն եւ մանկավարժները եւ հոգեբանները, շատ լավ է այսօր կան նաեւ հոգեբաններ մանկավարժների կողքին, ովքեր որ մանկավարժների հետ միասին կարող են կարգավորել խնդիրները։ Ասեմ, որ մեկ ռեցեպտ, հա, այդ անկարգությունները կարգավորելու համար չկան։ Դրանք բոլոր յուրաքանչյուր օրինակ յուրովի է դիտարկվում եւ յուրովի է լուծվում, որովհետեւ յուրաքանչյուր երեխա դուրս է գալիս առանձին ընտանիքից իրեն խնդիրներով, հա, տարբեր մարդիկ են եւ խնդիրները լուծվում են շատ տարբեր եղանակով, դրա համար այսօր չեմ կարող ասել ձեզ մեկ ռեցեպտ, որը այսպես այդ մանկավարժներին օգնի այդ խնդիրները լուծելու, բայց մի բանը շատ կարեւոր է, հաճախ մանկավարժները, տեսեք, կամ ուսուցիչները ասում են ծրագիրը, դասագիրքը եւ այնտեղ հասկանալի է։ Երբեք հնարավոր չի իդեալական դասագիրք ունենալ, որ այդպես ուսուցիչը ոչինչ չանի, սենց այդ վերցնի ու այդ դասը, չէ, հետաքրքրում է իրեն առարկան, հետաքրքիր պիտի դարձնի ուսուցիչը։ Այս պարագայում, եթե ուսուցչի անձը պատկերացրեք, մի անձ է ձեր առջև, որը հետաքրքիր խոսում է, հետաքրքիր պատմում է եւ ինչքան կարող ես երեխաներին հետաքրքրել քո առարկայի շուրջ, որ երեխաները բերանը բաց լսեն այդ մանկավարժին, այդ ուսուցչին։ Այ այստեղ է խնդիրը, որ սա պիտի անեն։ Դե հիմա որտեղից այդքան առաջանում է շատ գլոբալ հարց, որը տարիների խնդիր է ուսուցիչների վերապատրաստումների հիմա կան։ Վերապատրաստումներ են արվում, բայց գիտեք ուսուցիչը ինքը պիտի ինքնազարգացմանը շատ մեծ ուշադրություն դարձնի եւ ժամանակ տրամադրի։ Հնարավոր չի այսօրվա երեխայի հետ աշխատել այնպես, ինչպես որ նախկինում ուսուցիչը գիտելիք կրողն էր։ Երեխան գալիս էր դասի, այդ գիտելիքը վերցնում էր ուսուցիչից, գիրք, հանրագիտարան եւ այլն, գրադարանից գրքեր եւ այսօր ուսուցիչը գիտելիք կրող չի երեխայի համար։ Երեխան այդ գիտելիքը շատ տարբեր տեղերից կարող է դուրս բերել։ Համացանցից եւ շատ հանձնարարություններ կան, որ ուսուցիչները իրենք են տալիս, որպեսզի երեխան դա դուրս բերի, հա։ Այստեղ ուսուցչի դերակատարությունը հետաքրքրություն առաջացնել, տվյալ առարկայի հանդեպ, որ երեխան գնա իրոք պրպտի, գտնի, ինչ-որ մի ինֆորմացիա հանի, բերի ընկերների հետ կիսվի եւ դա ուսուցիչը կարողանա կառավարել։ Սա հետաքրքիր է, հա։ Մի հարց, որը խնդրեմ Սուսան, որը շատ անգամ մենք լսում ենք այն մարդկանցից, ովքեր գոնե մեկ անգամ այցելում են հոգեբանի։ Խոսքը այս արտահայտության մասին է, բոլոր խնդիրները գալիս են մանկությունից։ Ինչ հիմնական տրավմաներ են լինում մանկության տարիներին, որոնք հետո անդրադառնում են հասուն կյանքում։ Կարող եք առանձնացնել եւ ինչու է այդպես, որ մանկության տարիների տրավման անդրադառնում է նաեւ հետագայում։ Գիտեք, տրավմաները շատ տարբեր են, բայց հիմնականում, օրինակ, ինչ որ տարածված է գոնե մեր հասարակության մեջ, այո, այն որ ծնողները երեխայի համար այդ որ ասում եմ ապահով միջավայր ստեղծելը, դա այդպես ինքնանպատակ խոսք չի, հա, ծնողը պիտի կարողանա երեխայի համար ապահովել այն, ինչ որ անհրաժեշտ է երեխային տվյալ տարիքի համար։ Եթե օրինակի համար ծնողը երեխայից պահանջում է, ասենք 4 տարեկան, 5 տարեկան է, ուսում, տարբեր խմբակներ է տան, տարբեր մասնագետների մոտ, որ երեխան շատ գիտելիքներ ստանա, այսինքն ինչ է անում, սա այո, սա կարող է տրավմա լինել, այսինքն երեխան փոխանակետ տարիքում խաղ պիտի լինի երեխային, ոչ թե ուսումնական process եւ այդ ինչ էլ որ սովորի երեխան դա պիտի լինի խաղի միջոցով։ Ծնողը ինչ է անում, ուսումնական process-ը բերում է նախադպրոցական տարիք եւ սկսում է ուսուցանել երեխան դպրոց է գնում արդեն չուզենալով սովորել։ Տեսեք մի հատ մի բան, որը այսօրվա ծնողների մոտ կա, տենդենց կա, արագ սովորեցնենք, արագ լեզուներ, մի քանի լեզու։ Լինում է, որ երեխան տեսեք 3 տարեկանում դեռ 3-3.5 լիարժեք չի տիրապետում իրեն մայրենի լեզվին, բայց անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, մեկ էլ ծնողները սկսում են հայ լեզուներ, սա միանշանակ վատ է անդրադառնում երեխան իրեն հիմնական լեզուներ չի։ Միտքը որ դե լավ, հիմա երեխա իր մայրենի ոնց է լինի կսովորի,
Սկզբանե սխալ է, ճիշտ եմ հասկանում։ Այո, մայրենին պետք է հիմքը դրվի։ Երեխան իրեն մայրենի լեզվով պիտի կարողանա հստակ խոսել, որից հետո ներմուծել երկրորդ լեզուն։ Իսկ նախադպրոցական տարիքում այո, պետք է օտար լեզու ներմուծել, որովհետև հենց այս տարիքում հեշտ են սովորում, որով ինչի համար, որովհետև երեխայի ուղեղի բջիջները շատ արագ են զարգանում այս տարիքում։ Շատ արագ եւ ինֆորմացիան այսպես երեխան կարողանում են եւ այն լեզուները, որոնք որ ասենք մեկ օտար լեզու գոնե, հա, ես չեմ ասում մի քանի, բայց մայրենի հենքը պիտի լինի, որից հետո օտար լեզուները, դա շատ հեշտ է երեխային տրվում հետագայում զարգացնել այդ լեզուները։ Բայց թվում է թե կրթական խնդիրներ են եւ ամենաերևի թե բացասական փորձառությունը չէ, որ կարելի է փոխանցել երեխային։ Իսկ հոգեբանական խնդիրներ, քանի որ տեսեք ընտանիքում հաճախ ծնողները նկատողություններ են անում երեխաներին, փորձելով այսպես կարգու կանոնի բերել, հա, մի ծայրահեղ բաներ եմ ասում, տեսեք, հա, իրեն տարիքին համապատասխան է թե չէ, կամ առհասարակ բաց են թողում երեխային ամենաթողության, ինչ ուզում է թողանել, իմ երեխան նկատողություն չեն անում, կարելի չի կարելիներ չեն դնում, ինչը որ շատ վնաս է երեխային։ Տեսեք, ասում են ծնողները ասում են երեխային չասենք չի կարելի, հանկարծ չասենք թող երեխան մեծանա ազատ, հանգիստ, այդ դեպքում երեխան ավելի շատ նյարդային է մեծանում, քան հանգիստ ու ապահով, որովհետև երեխան այս աշխարհում չի կողմնորոշվում, ինչը կարելի է եւ ինչը չէ։ Ու այն 3 տարեկանի ճգնաժամի դեպքում էլ հստակ պետք է դրվի, կարելի է սա եւ չի կարելի սա, եւ չի կարելիները պետք չեն որ շատ լինեն, որտեվ եթե չի կարելի, այս այլ է տրավմա, որտեվ եթե չի կարելիները շատ են, երեխան ոչինչ չի կարողանում պահել։ Եվ որը պահի, ոնց պահի։ Հետո ծնողներն ասում են, որ այ մենք ասում ենք, բայց երեխան չի լսում։ Չէ, հստակ է պետք։ 3 չի կարելի։ Այսինքն դա այն չի կարելիներն են, որը ակտուալ են տվյալ ընտանիքի համար։ Այսինքն բոլոր երեխաների համար չի, որ այդ 3 չի կարելին օրինակ պիտի բոլորի համար լինի, չէ։ Տվյալ ընտանիքի համար, տվյալ երեխայի համար ակտուալ 3 օրինակ չի կարելի։ Եվ դա պահպանել ոչ միայն ծնողի, այլ նաև տատիկ պապիկներ կան։ Երեխաները մայրիկի մոտ կարելի է սա, տատիկ պապիկի մոտ ամեն ինչ կարելի է։ Կամ հակառակը։ Հիմա շատ դժվար է երեխաների ֆիզիկական ակտիվությունն ապահովել։ Շատ, որտեղ հեռախոսների մեջ են խաղում են այնտեղ։ Առաջվա պես չեն գնդակը վերցնում իջնում բակ եւ անպայման մի խմբային խաղ այսպես ձևավորում եւ դրանից հաճույք ստանում եւ շարժվում եւ քրտնում եւ մարզվում եւ վազվզում եւ ինչու ոչ այսպես կամած սովորում որ սա չի կարելի անել որտեղ տրավմատիկ է մի խոսքով ես իմ մանկությունից եմ ինչ որ բաներ հիշում մենք ամբողջ օր անցկացնում էինք բակում որովհետեւ այլ ընտրանք չկար տեսեք այնպես էր որ պես ավելորդ քաշը մեր ժամանակներում երեխաների մոտ հազվագյուտ բաներ հիմա շատ տարածված բան է Մեծ Բրիտանիայում հիշում ես խոսում էինք արգելեցին գովազդը տարբեր մթերքների վտանգավոր ցերեկային ժամերին ուզում են ինչ-որ կերպ դեմ առնեն բայց կստացվի թե չէ ժամանակը ցույց կտա ինչևէ տեսեք խաղերը անցել են թվային աշխարհ գադջետների մեջ պլանշետներ հեռախոսներ եւ այլն երեխաները բակում քիչ են հանդիպում դպրոցում են մի քիչ հանդիպում ու այստեղ երբ որ նրանք իրենց հետաքրությունները քննարկում են բարձում են երեխան որին ծնողները ճիշտ են դաստիարակել մեծացրել հեռախոս չեն տվել մի տեսակ տրենդից դուրս է մնացել չի ճանաչում այն ակտուալ կերպարներին որոնք հիմա բոլոր երեխաները գիտեն ճանաչում ու սիրում են չգիտեմ հիմա ամեն սեզոնում ինչ որ մի նոր կերպարներ են գալիս brain rot-երն են հիմա դա վերջացավ լաբուբուն եկավ լաբուբուն վերջացավ եկավ էս ինչը եւ որ երեխան հերո է դրանից նա մի տեսակ դառնում է սև կարապ է դառնում այն առումով որ անմիջապես անճորնի ճուտիկն է դառնում առանձնանում է միջավայրից անմիջապես նա մի տեսակ չի տեղավորվում արդեն նոր ձևավորված միջավայրի մեջ եւ դա էլ մեդալի մյուս կողմն է հիմա տեսեք մի կողմից ստացվում է ջանասեր ծնողները, որոնք որ ամեն ինչ անում են, որ երեխան թվային աշխարհից կախվածություն չունենա այդ գադջետներից, առողջ մթնոլորտում մեծանա եւ ճանաչի աշխարհի ինքնուրույն, այսինքն ինչ որ ձևերով, որոնք որ մեզ լավ ծանոթ են, եւ մյուս կողմից էլ մի ավելի մեծ ստվար, ես կասեի, զանգված երեխաները այնուամենայնիվ ապրում են ինչ որ թվային նոր կերպարներով եւ այլն եւ նրանք իրենց հետաքրություններ ունեն իսկ
Ես երեխան չի տեղավորվում այդ ամեն ինչի մեջ։ Խնդիրը ոնց է լուծվում։ Ձեր մասնագիտական հայացքով։ Տեսեք, նախ երեխայի շարժունակությունից խոսենք, հա, թե ինչքանով է կարևոր երեխայի շարժունակությունը իրեն զարգացման համար, շատ կարևոր է։ Եթե երեխան շարժվում է, նշանակում է զարգանում է երեխայի ուղեղը։ Սա թող լինի նաև ծնողների համար էս խոսքը, թե ծնողները լսում են, ապահովեն երեխայի շարժունակությունը։ Այդ երեխաների մոտ լող, սպորտ, պար եւ այլն, իհարկե տարիքային շեմ կա, էլ այնպես չի, որ 2 տարեկանից պիտի ամենտեղ տանեն։ Այստեղ զարգանում է երեխայի ուղեղը։ Ուղեղի տարբեր օջախների զարգացում տեղի է ունենում հենց շարժունակության միջոցով։ Հաջորդը, ինչ վերաբերվում է հենց այդ գadgetներին, տեսեք, մի ծնող որոշում է առողջ միջավայր ստեղծել իրեն երեխայի համար, հեռու է պահում այդ ամեն ինչից։ Դե հասկանում ենք, որ այդ հերոսների անունները, որ դուք տվեցիք, դա արդեն 6, 7, 8 տարեկան երեխաներն են, կրտսեր դպրոցական հասակի երեխաներն են։ Ինչ է տեղի ունենում։ Մենք եկեք չնայենք ծայրահեղությունները, որովհետև այսօր ընդհանրապես չունենալ տեխնոլոգիա, երեխան չի կարող առհասարակ ինչ անի։ Նույնիսկ դպրոցում են հանձնարարություններ տրվում, որ տանը պիտի համակարգչով անի, պլանշետով անի եւ այլն, այսինքն այս դարի երեխան պիտի կարողանա առնչվել, պիտի կարողանա գործ ունենալ այդ տեխնիկայի հետ։ Բայց ծայրահեղություններից ենք մենք հիմա խոսում, այսինքն մի ընտանիք, որը ընդհանրապես չի տալիս երեխային այդ հնարավորությունը, այսպես ասեմ, եւ զերծ է պահում այդ ամեն ինչից, այդ երեխան հետ է մնում առհասարակ ժամանակից։ Եվ մյուս ընտանիքը, որ առավոտից իրուխկու երեխայի ձեռքն է, ինքը այդ հերոսների մեջ է, ինքը այդ խաղերը միայն, այդտեղ տեսեք, սա ծայրահեղություններ են։ Եկեք բերենք միջանկյալ կետ, էլի զրոական կետ։ Ինչ-որ կոնկրետ ժամանակ։ Այո։ Օրվա ընթացքում կոնկրետ ժամանակ, որ կարող են օրինակ նախադպրոցական տարիքի երեխան 15 րոպե օրվա կամ 20 րոպե օրվա ընթացքում ժամանակ ունենա այդ խաղերը ուսումնասիրել, տեսնել, խաղալ, որ հետ չմնա, այսինքն երեխային ընդհանրապես կտրել չի կարելի։ Այստեղ հարցը գնում է, գիտեք, որ մինչև 3 տարեկան, մինչև 5-6 տարեկան։ Այո, այս տարիքում է վտանգավոր երեխայի ձեռքը այդպես տալ ու ժամերով նստացնել, չի զարգանա երեխայի ուղեղը։ Մենք կունենանք զարգացման հապաղումներ, ինչ որ մենք հիմա ունենք, մենք մասնագետներս տեսնում ենք, որ հատկապես այդ տարիքում է տեղի ունենում այդ զարգացման հապաղումը, ինչի, որովհետև ուղեղը զարգանում է այդ տարիքում։ Ինտենսիվ։ Իսկ ո՞րն է նշանները, կասեք, որ ծնողները հասկանան, նշանը ո՞րն է, որ երեխայի մոտ զարգացման այդպես դանդաղ process է, հապաղում է տեղի ունենում։ Այո, տեսեք, քանի որ նախադպրոցական տարիքի երեխայի մոտ հիմնական գործունեությունը խաղն է, տեսեք, այսինքն խաղի մեջ ամեն ինչ երևում է։ Մենք թերապևտներս էլ, երբ որ երեխաները գալիս են, թերապևտիկ process ենք իրականացնում, խաղը ամեն ինչ ասում է երեխայի մասին։ Տեսեք, մինչև 3 տարեկանի երեխայի խաղը առարկայական է։ Այսինքն ինչ է դա նշանակում։ Երեխան խաղում է տարբեր գործողություններ պիտի անի, խաղալիք իրեն տարիքին համապատասխան խաղալիքով, հա, խաղալիքի հետ կարողանա խաղալ։ Եթե դա անում է եւ առարկան է կարևոր երեխայի համար, տեսեք, մինչեւ 3 տարեկան հասակը 2 երեխաներ, երբ որ խաղում են, հաճախ մենք ծնողներից լսում ենք, այ ընկերություն արա, իսկ դու խաղալիքն ես ձգում, չէ, ձգելը պետք է լինի, որովհետև 2 երեխա իրար հետ խաղում են հենց այդ խաղալիքի համար, ոչ թե իրար համար։ Սա է առարկայականը։ 3-ից 3.5-ից բարձր երեխաների մոտ, ես ուղղակի մի դրվագ եմ ասում, 3.5-ից բարձր տարիքի երեխաների մոտ արդեն սկսվում է ձևավորվել սոցիալական խաղը։ Երեխաները սկսում են իրար հետ խաղալ իրար համար։ Հասկանալի է։ Իրար հետ, իրար համար, իսկ այս խաղալիքը սա ամենակարևորը չի իրանց փոխհարաբերություններում, այսինքն այստեղ ձևավորվում է արդեն սոցիումի զարգացում սոցիումում։ Դե երեխայի համար այդ սոցիումն է կարևորվում, տեսեք արդեն 4 տարեկան, 5 տարեկան, բայց եթե 5 տարեկան երեխա է, չունի 6 տարեկան երեխա է, չունի այդ ընկերոջ հետ խաղը եւ նա խաղում է միայնակ այդ խաղալիքը ձգելով, տեսեք, սա արդեն ազդակ է, որ երեխայի զարգացումը, տեսեք, այդ 3 տարեկանից հետո չի եղել։
Պատկերացնում եք։ Հասկացա։ Ու սա շատ հետաքրքիր է։ Ու տեսեք, ես դեռ մեկ դրվագ ասեցի, եւ երեխան պետք է երեխան զարգանում է խաղի միջոցով։ Այն ուսուցումը, որ 3 տարեկան, ճանաչողականը շատ կարևոր է, բայց որ միայն երեխային նստացնում են եւ անվանիր այս անունները ասա, հաշվի եւ այլն։ Սա էլ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևորը այ հենց խաղն է, որ երեխան ինքնուրույն խաղա, ծնողը երեխայի նստի խաղա իրեն տարիքին համապատասխան խաղերով։ Իսկ շատ է տարբերվում երեխան, ով գնում հաճախում է մանկապարտեզ եւ ում որոշում են մանկապարտեզ չտալ եւ մեծանում է տան պայմաններում։ Իհարկե տարբերվում է։ Երեխաների զարգացումը մանկապարտեզում շատ ավելի, այսպես ասեմ, բառը ճիշտ է տեղի ունենում, որովհետև երեխան շփվում է իրեն հասակակիցների հետ։ Տեսեք, արդեն 3-4 տարեկանում նա սկսում է պայմանավորվել։ Այսինքն սոցիումի համապատասխան վարք է սկսում ձևավորվել երեխայի մոտ, պայմանավորվել, մի բան տալ, մի բան վերցնել, խաղ կառուցել, սյուժետային խաղեր կառուցել, 4-5 տարեկան երեխան այնպիսի սյուժետային խաղ է ստեղծում, ընկերների հետ, որ նայեք, ասեք մի հատ առանձին ընտանիք է։ Այս կողքից որ դիտարկում եւ սա է սյուժետը զարգացնել, խաղը սկսել, կուլմինացիայի հասցնել եւ ավարտել, սա խոսում է երեխայի զարգացվածության մասին։ Տեսեք, կախվածության հարց կա։ Ոչ մի երեխա հալամուլայից կամ կուբիկներից կախվածություն չունի, բայց տեսեք այդ գադջետներից ինչ կախվածություն է, որովհետեւ մեծերի, այսպես սեռահասուն մարդկանց վրա 25 րոպե է պետք, որպեսզի կախվածություն առաջացնի TikTok-ը եւ այլն, եւ մարդիկ ձեռքից հեռախոսը վերցնում են, իրենց կորցրած են զգում։ Կարծես անդամահատված լինեն կամ հաշմանդամություն ունեն, անմիջապես իրենց կորցնում են, չեն կամ կողմնորոշել։ Դե տեսեք, պատկերացրեք, բայց երեխայի ձեռքից այդ գունազարդ, այդ արագաշարժ, ասենք, կերպարները, որոնք որ խաղում են, թռնում են, երգում են, պարում են, ինչ ասես անում են, քո հրանգով, ինչ ուզես նրանք քո համար կանեն։ Արագ ու հեշտ։ Ու տեսեք, շատ այդ կախվածություններից ինչպես կարելի է երեխային ազատել։ Երբ որ երեխան խաղում է խաղալիքով, բնականաբար այստեղ խաղալիքով նաև եթե ծնողն է իրեն հետ խաղում, սա շատ հետաքրքրում է երեխային։ Բայց խաղալիքով խաղը ինքն է, չէ՞, կառուցում, ինքն է դնում, ինքն է անում, տեսեք, մտածում է եւ այլն։ Եվ գույները ինչքան էլ խաղալիքը գունավոր լինի, այդ պլանշետի գույների նման չի։ Պարզ է, չէ՞։ Այստեղ արդեն կառավարելու ունակությունն է։ Այստեղ ինչ է տեղի ունենում։ Դրա համար իրեն գերում են ավելի վառ գույները, իրեն գերում են արագ գործողությունները, որ ինքը չի անում։ Գործողություն ինքը գնում, ինքը մենակ այսպես ձեռքով մի հատ հպումով անց է կացնում, օրինակ։ Այդ հեշտ տարբերակ է, երեխան ստանում է այդ էֆեկտը, այդ ոգևորությունը հեշտ տարբերակով։ Այստեղ խաղալ, կառուցել եւ այլն, բայց ծնողները պիտի հասկանան, որ այս խաղի մեջ ծնողի եւ երեխայի ներգրավվածությունն է խաղի մեջ էմոցիա ստեղծում, այնտեղ էմոցիա չկա։ Այնտեղ էմոցիա չի արտնամ, ինքը տեսավ լավ է, գնաց, մի հատ ծիծաղեց, մի հատ տխրեց, բայց մայրիկի հետ կամ հայրիկի հետ կամ քույրիկի եղբոր հետ կամ հասակակիցների հետ խաղում առաջանում է ոգևորություն, խաղը ստացվեց, երեխան կարողացավ կառուցել, այստեղ ինքը լավ է զգում, ծնողը մի հատ գովում է, ասում է ապրես, այն հեռախոսում ինչն է գովում, ոչ մեկը չկա այդ, բայց այնտեղ ու խրախուսում, արդեն լեվելներ են անցնում, հաճիրում, դա արդեն մեծ տարիքում մի քիչ, բայց այնուամենայնիվ սա իրենց հեշտ է դրվում, դրա համար էլ եւ վառ են գույները, բայց պատկերացրեք մի բան, որ տեսեք այդ վառ գույների մեջ, այդ նույնն է, ոնց որ երաժշտությունը միացնեք բարձր ձայնով։ Ինչ տեղի կունենա ձեր մոտ, կխլանաք, չէ, անընդհատ բարձր երաժշտություն, բա երեխաների մոտ էլ տեղի ունենում հենց այդ process-ը տեսողական, անընդհատ վառ գույների մեջ, ինչ է ստացվում, այսինքն աշխարհը իրենց թվում է ավելի թույլ գույներով, դուք պատկերացրեք, նույնն է, որ երաժշտությունը անընդհատ այսպես բարձր ավելի, այո, ու դրա համար ձգտում են դեպի այդ գույները։ Ամեն դեպքում մեր ծնողներին անհրաժեշտություն չի եղել մեր ծնողների համար կրթվել, որպեսզի ինչ-որ բան փոխանցեն մեզ։ Նրանք վստահ ուղարկում էին դպրոց։ Դպրոցին ուղարկում ընտանիքներ եւ այդ շեղումները այդքան շատ չէին այն ժամանակաշրջանում։ Այսօր պարզ է մի բան, որ ցանկալի է ծնողը, եթե զգում է այս այլ է կարևոր, եթե
որ ծնողը զգա, որ ինչ որ բան լիարժեք չի փոխանցում երեխային, մասնակցի դասընթացների։ Շատ կարևոր է ծնողների գրագիտությունը երեխաների դաստիարակության հարցում։ Նույնիսկ մայրիկը հղի արդեն այդ տեղից պետք է սկսվի այդ կրթությունը։ Կրթությունը, թե ինչպես երեխային կրել, հա, ինչպես ծնել, ինչպես մեծացնել եւ այլն։ Ցավոք սրտի մեր մոտ այդ պարտադրումը դեռ չկա, բայց ես հույս ունեմ, որ մեր պետական մակարդակով գոնե այդ հարցը լուծվի, որովհետեւ մայրիկները երբ որ հղիանում են, ինչ են անում, պարտադիր բժշկական հսկողություն է, չէ՞ տարվում մայրիկներն, գնում են այդ հսկողության, բայց հոգեբանական դաշտը մնում է բաց։ Այ երբ որ դա էլ լինի գոնե, հա, հոգեբանական դաշտն էլ միացնեն եւ դարձնեն պարտադիր, շատ պետություններ կան, որտեղ այդ կրթությունը մայրիկների եւ հայրիկների, ոչ միայն մայրիկների, իրականանում է։ Ես հույս ունեմ, այո, ես հույս ունեմ, որ մի օր մեր պետության մեջ էլ դա կլինի, մենք էլ կունենանք։ Այդ կրթության հարցը շատ իրոք կարեւոր է։ Ասեմ, որ հիմա մեր մոտ դասընթացներ են սկսվելու Անժելիկա Այվազյանի խնամք եւ կրթության հոգեբանական կենտրոնում մանկական հոգեթերապիայի վերաբերյալ եւ ճիշտ է դասընթացը մասնագետների համար է, բայց կարող են մասնակցել նաև ծնողներ եւ երեխաների հետ աշխատող մասնագետներ, ովքեր շատ մեծ գիտելիք կստանան, հա, այս փուլը, կրթական փուլը անցնելով, հենց ամսի 10-ից սկսում ենք շաբաթ օրը, այս հունվարի 10-ից եւ դա բարբերական մնույթ է կրելու մինչեւ երբ 72 Տեսեք, մեկ կուրսը 72 ժամ է, 6-ից 7 ամիս, հա, տևողության, երբ որ այդ կուրսը մենք կավարտենք, այս փուլը կավարտվի, նորից հայտարարություն կտրվի, նորից կհավաքագրվեն մասնագետներ, ծնողներ եւ այլն։ Նախաձեռնություն է, դեռ արդյունքներ չունեք, ունենք, նախկինում մենք այո, ունենք եւ կան նաեւ տարբեր կենտրոններում են դա իրականացվում, մեր մոտ Պարբերաբար մենք կատարում ենք այս իրականացնում ենք դասընթացներ եւ տարբեր այո, անցկացվում է կենտրոնում, ծնողները կարող են հետևել մեր էջին, գրանցվել, ու մասնակցել։ Ես մի հարց ունեմ, շատ քիչ ժամանակ մնաց ափսոս, ես եմ ծնող եւ ընկերներ ունեմ, ովքեր մանկահասակ դպրոցական տարիքի երեխաներ ունեն, ժամանակ առ ժամանակ սկսում եմ լսել մի համախտանիշի մասին, կոչվում է դեֆիցիտի պակասի, չէ՞։ Ինչ է դա, հա, ուշադրության ներողություն, ուշադրության դեֆիցիտի համախտանիշ կա, ճիշտ ասած, եւ ոչ մեկ այդպես էլ ծնողներից ինձ ծանոթ չի կարողացել միջև վերջ հստակ բացատրել ինչ է դա, ինչպես է դա արտահայտվում, միգուցե ձեր օգնությամբ դա բարձենք, հա։ Դա երեխայի վարքի ակտիվությունն է, որի գերակտիվությունը, որը նաև իրեն հետ բերում է, իրեն հետ զուգահեռ ուշադրության պակաս է։ Ունեմ երեխան ունի գերակտիվ վարք եւ ուշադրության պակաս։ Այսինքն այն ինչ որ մենք փոքր ժամանակ, այսինքն մեր ժամանակներում անվանում ենք չարաճճի երեխա, հիմա այդպիսի անուն է ստացել, հա։ Չէ, այդպես չի, գերակտիվային, տեսեք, մենք խոսում ենք համախտանիշի մասին, այսինքն սա սինդրոմ է։ Синдром внимания и гиперактивности, հա, եթե այսպես ասենք։ Սա սինդրոմը դնում են բժիշկները։ Անպայման սա հոգեբանները չեն որոշում, հոգեբանը ճանաչում է, կարողանում է աշխատել, բայց սինդրոմը դնում է բժիշկը։ Սա այն չարաճճի ակտիվ երեխաների մասին չի խոսքը։ Չարաճճի ակտիվ երեխաները։ Տեսեք, գերակտիվություն։ Այս երեխաները չեն կարող դասապրոցեսի ընթացքում նստել։ Չեն կարողանում նստել։ Հա, մեկ գործողությամբ ուշադիր լսել, կատարել, ինչպես որ չարաճճ երեխան դա կարող է անել, ակտիվ երեխան, բայց գերակտիվություն ունեցող երեխան դա շատ դժվար է անում։
Ինքը որ մտնում է խաղասենյակ, գիտեք, այսպես չի որ նայի մի հատ հասկանա, որ խաղը իրեն դուր կգա, վերցնի այդ խաղով խաղա։ Ինքը այսպես առաջի ձեռքի տակ ընկած խաղը կարող է վերցնել, խաղալ, թողնել են մյուսը վերցնել, խաղալ են մյուսը վերցնել, խաղալ։ Չկենտրոնանալ, գործը միջև վերջ չավարտել, դա սա process-ը վնասելու ինչ որ բանի, հա, կոտրելու, աղմուկը ակտիվացնելու։ Գիտեք, դա ինչ որ մի իրավիճակ է, երբ առաջանում է արտաքին ճնշումներից։ Այսինքն դա ինքնին մեջ է, դա ի վերջո, այսինքն դաստիարակչական բացթողումների Դա կարող է լինել իծն է, դա կարող է լինել ուղեղի տրավմաներից։ Հասկացա։ Սա այն չարաճճի երեխաները չեն։ Դրա համար երբեմն լինում է մայրիկները իրենց երեխաների ակտիվությունը այսպես գնահատելու եւ մի քիչ էլ այսպես գովելու համար իրենց երեխային ասում են վայ իմ երեխան այնպես գերակտիվ է, չէ, գերակտիվ չեն, գերակտիվ ինքը սինդրոմ է, համախտանիշ է։ Մենք գործ ունենք խնդիրների հետ եւ այդ երեխաներին դժվար է այդ ուսումնական process-ում նստել, այդ երեխաներին պետք է հատուկ ուշադրություն, նաև մանկավարժները պիտի կարողանան այդ երեխաների հետ աշխատանքի ձև գտնել, ունենալ, հա, իսկ դա գրականության մեջ կա, ուղղակի իրանք պիտի կարողանան տիրապետել։ Արևմտյան երկրներում դեղորայքային բուժում կա նույնիսկ այդ համախտանիշի համար։ Դեղորայքային, այո, մեզ մոտ էլ բժիշկները նշանակում են դեղորայքային բուժում, այո, դա հոգեբանների դաշտից դուրս է։ Աշխատանքը հոգեբաններն են անում, բայց գիտեք, մենք անverջ կարելի է ձեզ հետ խոսել ու այնքան հանգստություն է մի տեսակ գալիս զրույցների ընթացքում բաների մասին եք խոսում, որոնք մտքի են գցում, շատ է կարծում եմ շատ մեծ լսող ունկնդիրներից ծնող եւս ինչ որ եզրակացություններով պիտանի բան վերցրեցին, դա էր նպատակը մեր հանդիպման։ Շնորհակալություն ձեր անվճար, այսպես համընդհանուր կոնսուլտացիայի համար։ Հուսով եմ, որ այնուամենայնիվ մենք դեռ ոչ մեկ անգամ կհանդիպենք, թող պարբերական բնույթ կրի մեր հանդիպումները, որովհետև թեմաները, որոնց հետ դուք առնչվում եք ձեր առօրյա աշխատանքում այնքան լայն ընդարձակ ցանկ ունեն, որ ափսոս իհարկե, բայց դրանք բոլորն էլ առանձին ուշադրության են արժանի։ Ես ուզում եմ հիշեցնել, որ կլինիկական հոգեբան Տաթևիկ Վաթյանն էր մեր հյուրը։ Մենք հիմնականում իհարկե շեշտադրում արեցինք մանկահասակ, երեխաների, դպրոցական տարիքի երեխաների հոգեբանական խնդիրների վրա, որքան հասցրեցինք, բայց այնուամենայնիվ կարծում եմ մեր հաջորդ հանդիպումներին նաև այլ բնույթի խնդիրներ քննարկենք։ Շնորհակալություն, որ եկաք։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Հաճույքով շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք ձեր ընկերակցությամբ։